Ակնհայտ է, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ եւ այդ ուժերի շարքում առաջինը Ադրբեջանն է։ Ինչ է կատարում այս օրերին։ Ադրբեջանական բենզինի ներմուծումով ըստ էության Ալիևը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու շրջանակներում ցուցաբերում է օգնություն եւ աջակցություն եւ էժան բենզինի տեսքով ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բաժանում է ընտրակաշառք։ Այս հանգամանքով եւ առաջիկայում եւս այլ բոնուսներով Ալիևը փորձել է օգնել Նիկոլ Փաշինյանին, նրան տալ հնարավորություն, որպեսզի նա այս ամեն ինչը ներկայացնի իբրև խաղաղության հաստատում, կոմունիկացիաների ենթակառուցվածքների ապաշրջափակում, կարողանա խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնտեսության զարգացման, խաղաղության հաստատման նման թեզերով վերարտադրվել եւ շարունակել կատարել Ադրբեջանի պահանջները։ Նիկոլ Փաշինյանին այս քայլերով Ալիևը օգնում է, որպեսզի նա կարողանա մեր հանրությանը մոլորեցնել, ասելով դե գիտեք ինչ կա, չնայած Արցախի կորստին, Բաքվում գտնվող ռազմագերիներին, մենք հասել ենք խաղաղության եւ Հայաստանի համար այլևս Ադրբեջանի միջոցով ապահովում ենք այլընտրանքային հնարավորություններ։ Ինչի է Ալիևը սա անում եւ ինչու համար է Ալիևը շահագրգռված, որպեսզի Հայաստանում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Մեկ պարզ պատճառով։ Ալիևը ցանկանում է, որպեսզի Հայաստանը ունենա անինքնասեր, արժանապատվությունը կորցրած, իր պահանջները շարունակ կատարող խամաչիկ կառավարություն իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Իսկ ՔՊԱ-կանների եւ նրանց խոսափողների թեզերը, թե այլևս Հայաստանը ապահովում է այլընտրանք պարենային ռազմավարական ապրանքների տեսքով, ցորեն, բենզին եւ այլն Ադրբեջանի միջոցով, ես կարծում եմ իրենք այդքան հիմար չեն, որ հավատում են հնարավոր է Ադրբեջանը Հայաստանի պարենային անվտանգության, տնտեսության զարգացման, կարևոր ապրանքների ներկրման իմաստով դառնալ այլընտրանք։ Այս ամեն ինչը անում են Ադրբեջանի օգնությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելու, վերարտադրվելու համար, իսկ հետագայում ինչ է լինելու, դա ոչ Ալիևին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին շատ չեն հետաքրքրում, որտեղ այս պահին երկուսի գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրության ապահովելն է։ Սա է իրականությունը եւ չփորձեք շարունակ խաբել մարդկանց, թե դուք այլընտրանք եք ստեղծում կամ այդ ժամանակավոր բոնուսները Հայաստանի տնտեսության եւ հետագա զարգացման հետ որևէ առնչություն ունեն։